Բարև, ես Անահիտն եմ, յոգայի ուսուցիչ, դասավանդման ավելի քան 10 տարվա փորձառությամբ, բայց այսօրվա թեման այդքան իմ մասին չէ, իմ կենսագրության մասին չէ, այլ իմ այն հետաքրքրության ու այն մղումների, որոնք կոչվում են տրանսֆորմացիոն ուղևորություններ։ Թերևս այսօր ես կարող եմ վստահ զուգահեռներ անցկացնել աշխարհի ամենամիստիկ, ամենահայտնի 3 գեղեցիկ կախարդական տարածքների մասով, որոնք դեպի իրենց են ձգել հազարավոր փնտրողների դարեր շարունակ, դա է Հնդկաստանը, դա է Տիբեթը եւ Բալին։ Այս գեղեցիկ տեսանյութը քեզ համար պատրաստում եմ հենց Բալիից, որտեղ շուտով ավարտին է մոտենում իմ գեղեցիկ տրանսֆորմացիոն ուղին, վստահ կարող եմ ասել տրանսֆորմացիոն, որովհետև այդ 3 տարածքներից յուրաքանչյուրում մի նոր գիտակցության շերտ է բացվել իմ մոտ, նոր ընկալումներ եւ նոր հարաբերություններ են ստեղծվել հենց այդ տարածքի, ասես ոգեղեն էության հետ, որովհետև յուրաքանչյուր տարածք ունի իր թրթիռները։ Ամեն տարածքում մարդիկ յուրօրինակ վիբրացիաներ են կրում։ Օրինակ Տիբեթի մարդու քայլվածքը էականորեն տարբերվում է Բալիում ծնված մեծացած, ապրող Բալիի բնակչի քայլվածքին, խոսքի թրթիռներու, այդ ամեն թրթիռների մեջ ապրելով, անցնելով ճանապարհը, դու ինքդ տեսնում ես, թե ոնց է խորքային տեղի ունենում տրանսֆորմացիան։ Դե հիմա վստահ կարող եմ այդ զուգահեռները անցկացնել, ուզում եմ մի փոքր քեզ հետ կիսվել, թե ինչ է նշանակում տրանսֆորմացիոն ճանապարհ, ինչ է տեղի ունենում, օրինակ ինչն է տարբերությունը իմ անցած ուղու եւ եթե ինչ-որ մարդ վերցնում է տուր, հա, մեկնում է ինչ-որ երկիր, պարզապես որպես տուրիստ անցնելու ինչ-որ 10 օրյա ուղևորություն, հա, տարբերություն, նախ սկսենք դրանից։ Երբ որ ես վերցնում եմ տուր ու մեկնում եմ այդ ուղևորությունը, ես ընկնում եմ գիդի տիրապետության դաշտի տակ, այն մարդը, ով ինձ տանում է այդ ճանապարհով։ Հիմնականում տանում են ամենապոպուլյար այցելվող վայրերը, որոնցից ես ինքս հիմնականում շատ խուսափում եմ իմ ուղևորությունները անցնելուց։ Խուսափում եմ ինչի, որովհետև շատ տուրիստների հոսքը, մարդկային աժոտաժը, մենտալ ակտիվությունը ավելի հոգևոր պրակտիկների համար է թերևս, որ իրանք իրենց չկորցնեն, գնան լուր նստեն իրենց պրակտիկան անեն ու զգան էներգիաները առանց շեղվելու։ Միշտ աշխատում եմ ընտրել այն վայրերը, որոնցից հետո արագ է տեղի ունենում տրանսֆորմացիան։ Հետևաբար, երբ որ ես անցնում եմ ճանապարհ ու նաև տանում եմ ինձ հետ մարդկանց, ովքեր վստահում են ինձ ու ուզում են հենց իմ փորձառության դաշտով անցնել այդ ուղին, այդտեղ արդեն լիովին նոր զգացողություններ է բացվում, հա, քանի որ իրանք հայտնվում են իմ փորձառության, իմ անցած ճանապարհի արդեն իսկ փորձված պրիզմայով, այն ուղիով, որը ես անցել եմ ու վստահ տեսել եմ, թե ինչպես է դա ազդում։ Ու այդ ուղևորությունները, երբ որ մենք անցնում ենք, դու իրան կողքից չես նայում, դու մտնում ես ներս, բացում ես դուռը եւ դու ներսից ես ապրում այդ երկրի, այդ տարածաշրջանի վիբրացիան։ Իմ ամենասիրելի վայրերից մեկը, որը էականորեն հետք թողեց իմ զարգացման, իմ գիտակցության տրանսֆորմացիայի վրա, դա Հնդկաստանն է։ Մասնավորապես յոգայի մայրաքաղաք Ռիշիկեշը, որտեղ ի դեպ մարտի 20-ին հերթական գեղեցիկ տուրն եմ կազմակերպում, տրանսֆորմացիոն ուղևորություն դեպի Հնդկաստան, ինքը կոմֆորտի մասին չի, ինքը խաղի մասին է, ու այդ խաղը քեզ փոխում է ներսից։ Այդտեղ դու առերեսվում ես քո հետ։ Տարիներիս փորձառությունը ցույց է տալիս, որ ամեն խմբի հետ, համապատասխան այդ խմբի գիտակցության մակարդակի, Հնդկաստանը բացվում է յուրովի։ Լինում է մարտահրավերներ, որովհետև խումբ կա, որը կարիք ունի մարտահրավերների։ Իհարկե, երբ մարտահրավերը գալիս է, օրինակ, երբ որ մտար քաղաք, տաքսի մեքենայի դուռը բացեցիր ու դուրս եկար, որ հեսա արդեն ես եկել եմ քեզ զգալու,
գալիս է այնպիսի հորդառատ անձրև, որ դու մեկ օր տանից դուրս գալ չես կարողանում, հա, օրինակ եմ ասում, ու ոնց այդ մարտահրավերը քեզ։ Դա հենց քո մասին է։ Դա հենց ցույց է տալիս քո ընդունման սահմանները, ինչքանով ես դու պատրաստ ընդունել։ Ու դու երբ որ ներքուստ հանձնվում ես եւ ընդունում ես, այդ ժամանակ Հնդկաստանը բացում է իր հեքիաթի դռները։ Հնդկաստանը, հնդկական հողը իդեպ շատ զիլ խաղընկեր է, շատ զիլ։ Այնքան, այ ոնց որ Հնդկաստանում իրանց սնունդն է ինքնատիպ համեմված, այդպես էլ համեմված անցնում է այդ տրանսֆորմացիոն ճանապարհը։ Ինչ որ միտեղ մի քիչ կծու, հետո վրայից ավելի սառը մածունն է գալիս, որ հանգստացնի, ինչ որ միտեղ հանդարտ ու շատ քաղցր։ Ու այդ ելևէջները սկսում են կոտրել քո բնական սովորական կյանքի ռիթմում, հա, այդ ապրելու ընկալումը, ոնց որ առերեսվում ես մեկ այլ իրականության հետ, մեկ այլ հեքիաթի։ Հնդկաստանը թերևս իմ ամենասիրելի վայրերից մեկն է, ու այնտեղ ես անցել եմ այն ուժի կետերով եւ մարդկանց անցկացնում եմ այն ուժի կետերով, որտեղ ընդամենը 1 օր է պետք, որ մարմինդ փոփոխվի, դիմագծերդ փոփոխվեն, տրանսֆորմացիան դա դեռ ասում եմ միայն ֆիզիկական ասպեկտում, հոգեվորի մասին խոսք չկա։ Իրականում ամեն վերադարձից հետո ես նոր ընկերներ եմ ձեռք բերում, այդ մարդիկ մի նոր ընկեր են ձեռք բերում իդեմս ինձ, ու այդ ընկերությունը, այդ անմոռանալի տրանսֆորմացիոն ուղևորությունը դառնում է մեր կյանքի գեղեցիկ գոհարներից մեկը։ Հնդկաստանը կարող եմ ասել, որ տեղ-տեղ շատ խիստ, տեղ-տեղ մեղմ է, ու իրենց այդ քաղցրավենիքների պես ժամանակ առ ժամանակ անտանելի քաղցր, այնքան հաճելի է, որ սենց այդ հաճույքը սենց խենթացնում է քեզ։ Վիբրացիաները շատ հզոր են։ Այնտեղ դու քայլում ես, ասես, երբ որ հեքիաթը արդեն բացվել է քեզ, ոնց որ անհոգ մանուկ լինես։ Դու կարող ես քայլես ինչ որ, չգիտեմ, կեղտոտ ճանապարհով, կեղտոտը չակերտավոր, որովհետև այդ կեղտի ընկալումն էլ է որոշակի սահմաններ, բայց դու լինես ամենաերջանիկ մարդը զգացողություններով։ Հնդկաստանը հեքիաթ է ինձ համար, Տիբեթը շատ խիստ հայր է, շատ խիստ։ Այնտեղ ներում բեկում չկա, այնտեղ կյանքի ու մահու սահմանին է։ Իրականում, երբ որ որոշում կայացրեցի մեկնել Տիբետ, իմ կյանքի ամենախելահեղ որոշումներից էր, որը գրեթե առանց մտածելու սրտի մղումը ինձ դրդեց այնտեղ, ոնց որ հա հենց պիտի գնաս։ Եվ մեկնեցի իմ ուսուցչի դաշտում, մի հզոր մարդկանց թիմի հետ, ու ենթադրում եմ, եթե չլինեին այդ հզոր մարդիկ, իրականում շատ ավելի տապալող ու բարդ կլիներ։ Բարդություններից մեկը, հա, երբ որ մենք հյուրանոցում տեղավորվեցինք, 5 աստղանի հյուրանոց, ու երբ որ մտա լվացարան, տեսնեմ պատին սոսի, կարմիր սոսի կոճակն է։ Ինձ թվաց, թե մեզ ուղակի հատուկ առանձնահատուկ սենյակ են հատկացրել, որը ինչ որ վատառողջ մարդկանց են հատկացնում։ Բայց հետո պարզ դարձավ, որ այդ կարմիր սոսի կոճակը այնտեղ բոլոր հյուրանոցներում կա։ Թթվածնի համար նախատեսած այդ ձողերը բոլոր մահճակալների կողքից դուրս են գալիս։ Ես եւ ընկերուհիս իհարկե մենք որոշել էինք, որ այդ ճանապարհը պետք է անցնենք առանց կողմնակի խթանիչների, ու ողջ 21 օրվա ընթացքում չենք օգտագործել ոչ թթվածին, ոչ գլյուկոզա, անգամ կայլասի շուրջ պտտվելու այդ 4 օրերի ընթացքում։ Ոչ մի մեր ուժով, այն ինչպես մեզ տրվեց, այդպես էլ անցանք։ Ու տրվեց։ Չնայած որ օր ա եղել, երբ որ սենց արթնացել եմ ու չկա ոչինչ շնչելու, ոչ մի բան դու չես կարողանում որպես թթվածին ներս տանես։ Ու այդ պահին ինձ մոտ արթնացավ այն միտքը, Անահիտ, դու այստեղ գալուց առաջ քեզ հարց ես տվել, պատրաստ ես արդյոք մահանալ։ Այդտեղ ես հիշում եմ, որ ասել եմ հա։ Դե ասել ես հա, հանձնվիր։ Ու այդ պահին հանձնվում ես ու զգում ես, որ մի տեսակ ավելի խաղաղվեցիր, իհարկե որոշ շնչառական պրակտիկաներից հետո մի քիչ վերականգնվեցիր, ու այդպես անցնում է այդ ուղին։ Բայց ինչ խոսք, ավարտին մարմինը տրանսֆորմացվում է
էականորեն։ Գիտակցության մասին էլ չեմ ասում։ Այդտեղ ամեն բան այնքան խիստ սուր ու հզոր է, որ մի քիչ լավ առումով խելագար մարտիկ պիտի լինես, որ պատրաստ լինես այդ ուղին անցնել։ Թերևս ամենաթանկարժեք ուղին դա Տիբեթի այդ Կայլաս կորան անցնելն է։ Եթե արժեքների մասին ասեմ, հա, ինքը մոտ արժենում է $7000 սահմանում այդ ուղին անցնելը։ Հնդկաստանը ինքը մոտ 2200-2300 դոլարի սահմանում է լինում։ Դե Հնդկաստանը 15 օր, Տիբեթը ես անցկացրեցի 21-22 օր։ Բալին դա դիցուհու էներգիան ակտիվացնելու մասին է։ Բալին ինձ համար շատ խիստ կանացի բացվեց, հա։ Եկեք հասկանանք էլի տարբերությունը։ Մարդկա ինքը, չգիտեմ, ուղակի տուր փաթեթ է վերցնում, գալիս է, իջնում է ինքնաթիռից, դիմավորում են, տանում են ակետ, բկետ, դկետ, հա, ու տուր այդ օպերատորի իրենց գիտակցության սահմանում էլ իրենց բացվում է բալին, հա, ոչ ավել, ոչ պակաս։ Այնտեղ դու խաղի հնարավորություն չունես։ Այն ինչը որ ես եմ անում, ես սովորեցնում եմ մարդկանց, ովքեր վստահել են ինձ ու անցնում են իմ հետ այդ տրանսֆորմացիոն ուղին, խաղի մեջ մտնել տարածքի էության հետ։ Խաղի մեջ ու տեսնել, թե տարածքը իր համար ինչ նվեր է պատրաստել։ Ու ամեն մեկի համար դա առանձնահատուկ է։ Հա, թե Տիբեթը իմ համար այդ խիստ հայրն էր, սուրը ձեռքին, այդ ուժը, այդ խստությունը, որտեղ որ մեկ պետքա որ երեխային դասյարակելիս լինես խիստ առանց ներում բեկում, դա Տիբեթն էր ինձ համար։ Հնդկաստանը տենց տարբեր ձևերով է խաղանում քո հետ։ Բալին իհարկե շատ փորձում է։ Օրինակ, այստեղ եթե զույգիդ հետ ես գալիս, միշտ ամեն բան դուրս է գալիս ջրի երես։ Ես իմ ընկերների փորձնել եմ ասում, հա, կամ լինում է բաժանություն, կամ հակառակը այնպիսի միություն, որ էլ ոչինչ չի բաժանի այդ զույգին, հա։ Եթե մենակ ես գալիս, իմ համար բալին դա կանացիության մասին էր, կնոջ արթնացման, կանացի էներգիայի, կանացի առողջության խորքային գիտակցման մասին է, դեռ է, որովհետև դեռ հետաքրքիր բաներ կա այստեղ անցնելու։ Երեք տարածքներն էլ ինձ համար շատ սուրբ են, շատ գեղեցիկ։ Ու էլի նշեմ, որ ամեն դեպքում, ամեն տարածք անցնելուց հետո ես նորովի եմ բացահայտում իմ Հայաստանը, իմ հայրենիքը։ Երբ որ դու մի տեսակ update եղած, թարմացված հետ ես վերադառնում, Հայաստանը սկսում ես տեսնել նոր խորքայնությամբ։ Համենայն դեպս դա ոնց որ իմ համար դա այդպես է։ Ես ջրի տարերք եմ ու իմ համար շարժումը դա կյանք է։ Դա ուղղակի ես եմ։ Ճանապարհորդող Անահիտը դա ուղղակի ես եմ։ Ու այդ կապ չունի դու ճանապարհորդում ես Հայաստանի սարերով, ձորերով, թե մի քիչ լայնացնում ես սահմանները։ Այս պահին իմ գիտակցության համար ամբողջ մոլորակն է իմ տունը։ Հայաստանը իմ արմատներն են, իմ նախնիների ծննդավայրը, ինչ որ առումով։ Այնտեղ որտեղից սնուցում է գնում իմ արմատներից, բարձրանում է վեր, բայց իմ ճյուղերը տարածվում են ու արդեն Հայաստանի սահմաններից դուրս։ Դու հասկանում ես, որ ամենտեղ դու զավակ ես։ Շատերը նաև հիշում են իրենց նախորդ կյանքերի փորձառությունը տարբեր նման վայրեր անցնելուց, հա։ Նույն ինչպես Տիբեթ անցնելուց, Կայլասի շուրջ պտտվելուց ինձ մոտ բացվեց նման հիշողություններ, այստեղ բացվեցին նման հիշողություններ։ Ու այդ ժամանակ դու արդեն ապրում ես որպես աշխարհի զավակ, ավելի լայնացնելով քո սահմանները։ Հույս ունեմ ինչ-որ բավարար չափով բացահայտեցի քեզ Հնդկաստանը, Տիբեթը, Բալին
3 հզորագույն վայրեր, որտեղ պետք է լինես, ցանկալի է որ լինես, եւ լինես ճիշտ ձևով։ Ոչ թե կողքից նայելու, տեսնելու, այլ խաղալու այդ տարածքների հետ։ Ան